Հպարտությամբ եւ ամուր կամքով պահում ենք այս կարևոր քաղաքը եւ մեր հայրենիքը։ Մասիսցին երբեք դժվարություններից չի վախեցել։ Դուք գիտեք, քրտինքի, աշխատանքի, արարման գինը եւ ձեզնից յուրաքանչյուրը իր ամենօրյա գործով ապահովում է մեր պետության տնտեսական կայունությունը, սոցիալական թիկունքը։ Այսօր ուժեղ Հայաստան դաշինքը եկել է Մասիս ձեզ հետ խոսելու, ձեզ հետ ներդաշնակվելու եւ ձեր քվեն ստանալու, որպեսզի յուրաքանչյուրս կարողանանք օգտակար լինել մեր ընդհանուր գործին ուժեղ Հայաստանի կայացմանը։ Ինչ եք ունենալու շատ շուտով ուժեղ Հայաստան։ Մենք այստեղ ենք ձեր ամուր թիկունքը զգալու համար եւ միասին առաջ շարժվելու համար։ Շնորհակալ ենք, որ ուժեղ եք։ Եվ այսպես մեր հանդիպման առաջին ելույթի համար թեմարտակ է հրավիրվում ուժեղ Հայաստան դաշինքի անդամ, վճռական եւ սկզբունքային գործիչ Վահե Պետրոսյանը։ Ողջույն ուժեղ Մասիսցիներ։ Սիրելի հայրենակիցներ, մենք դարերի բազմաթիվ փորձություններ հաղթահարած ազգ ենք։ Մինչդեռ կարողացել ենք հաղթահարել դժվարին եւ օրացական պատմական փորձություններն այն ժամանակ, երբ ժողովուրդը եղել է միասնական, իսկ նրա կամքը վճռական։ Այսօր եւս հայ ժողովուրդը անցնում է պատմական փորձությունների միջով։ Գալիք ընտրությունների արդյունքները ճակատագրական են լինելու հայ ժողովրդի համար եւ պետք է գիտակցենք, որ այս կետին այլևս վերադարձ չի լինելու։ Գնալու ենք դեպի անդունդ, թե կանգնեցնելու ենք այս արհավիրքը։ Վստահ եղեք, մենք պատվով հաղթահարելու ենք նաեւ թշնամու այս արշավանքը։ Հայաստանը մեր տունն է, իր ժողովուրդը մեր ընտանիքը։ Մինչեւ մենք սա չգիտակցենք, իբրև հասարակություն, իբրև ժողովուրդ գնալու ենք դեպի քարքարոտ, մշուշոտ եւ անհայտ ճանապարհով։ Մի քանի կիլոմետր այն կողմ Թուրքիայի սահմանն է։ Մասիսը սահմանամերձ համայնք է եւ մեր բոլորի դիրքն ու խրամատն է։ Իսկ մեր հայրենիքն ու տունը մենք ոչ մի պարագայում չենք սիճելու։ Մասիսին բազմիցս իր ընդդիմադիր խոսքը արտահայտել է թե ընտրությունների միջոցով եւ թե բարձրացան։ Այս անգամ եւս Մասիսը եւ Մասիսին վստահ եմ կարող է եւ պետք է արտահայտի իր նույնաբովանդակ դիրքորոշումը ավելի քան երբևէ։ Սիրելի ժողովուրդ, այս իշխանությունները գիտեն, մարել են շատերի հավատը արժանապատիվ հային բնորոշ կեցվածքով ապրելու։ Մինչդեռ ես ձեզ հայտարարում եմ, փոփոխությունները գալիս են։ Մենք բացում ենք վերածննդի ժամանակաշրջանը։ Մենք արժանապատիվ կյանքի իրավունք ունենալու ենք մեր հայրենի հողում ապրելու եւ արարելու այս երկնքի տակ։ Սիրելի հայրենակիցներ, այն ժողովրդի զավակները, ովքեր հավասար չեն օրենքի եւ մահվան առջեւ, հզոր հայրենիք ունենալու իրավունք չունեն։ Օրենքի առջեւ անհավասարության ականատես ենք բոլորս։ Դրա վառ դրսևորումն է իրենց քաղաքական այլախոհության համար բռնաճնշումների ենթարկվող, ապօրինի կալանքներով անազատության մեջ գտնվող մեր բանդարկյալ եղբայրների հանդեպ իշխանության վերաբերմունքը։ Բոլորս լավ հասկանում ենք, ինչի համար ով ինչ է անում։ Իսկ մահվան առջև հավասարության առումով մենք պետք է վստահ լինենք այն հրամանատարի որոշումներում, ում հետ կռվում ենք մարտի դաշտում, ով իր կայացրած յուրաքանչյուր որոշման համար կլինի թե մեղավոր եւ թե պատասխանատու ու կկայացնի որոշում ժողովրդի շահերից ելնելով, այլ ոչ միայն իր եւ իր փոքրիկ խմբակի։ Ուժեղ բանակ, անստասան սահմաններ, կայուն եւ զարգացած տնտեսություն, հեռատես դիվանագիտություն, առողջ եւ բանական հասարակություն։ Այս բռունցքի կոնցեպտն է, որը կարող է երաշխավորել հարատև խաղաղություն մեր հայրենիքին եւ սերունդներին։ Մինչդեռ որը ունենք հիմա, ոչ մեկը։ Իսկ մնացած անհիմն խոսույթները, դրանք պարզապես դատարկաբանություն են։
Սիրելի ժողովուրդ, ուժեղ Հայաստան դաշինքի մեր առաջնորդը Սամվել Կարապետյանը հանդիսանում է քաղաքական հայտ ներկայացրած միակ անձը, ով գործնականում համոզված է, կարող է եւ ցանկանում է կյանքի կոչել որդեգրած ազգանվեր նպատակները։ Մասիսը միշտ հայտնի է եղել իր աշխատավոր ժողովրդով։ Մենք այստեղ ունեցել ենք բազմաթիվ ձեռնարկություններ, որոնք այլևս չեն գործում։ Ուստի 300,000 նոր աշխատատեղերի ստեղծումը, նոր գործարանների հիմնադրումը մեծ խթան կարող է հանդիսանալ մեր սահմանամերձ գոտու զարգացման համար։ Հայաստանի մարզերում աշխատող բուժաշխատողների եւ ուսուցիչների տարեկան 25%-ով աշխատավարձերի բարձրացման արդյունքում մի քանի տարվա ընթացքում գործնականում միասին կունենան կրկնակի բարձրացված աշխատավարձեր, իսկ փոքր բիզնեսի համար 0% հարկի եւ գյուղատնտեսների համար երաշխավորած մթերման պայմաններում այլևս չենք տոպի նույն տեղում, այլ վստահ կլինենք վաղվա մեր օրվա, կայուն օրվա համար ու կմտածենք ինչպես ստեղծենք հավերյալ արժեք։ Սիրելի ժողովուրդ, վստահ եմ գիտակցում եք, որ նրանց սրտիկները կեղծ են, իսկ բարձրախոսով խաղաղության կոչեր արտասանող ներկայիս իշխանության ներկայացուցիչները ինչ-որ բանի տեղ լինելու ունակ չեն։ Եվ ուրեմն 2026-ին չկասկածեք, ժողովուրդը պատմության աղբանոցն է շպրտելու համար 16-ին։ Գնացեք ընտրատեղամաս, պարտադիր մասնակցեք ընտրություններին եւ ձեր խղճի առաջ ու ձեր ապագա սերունդների մասին մտածելով կատարեք այն բնորոշ, քշռադատված եւ ճիշտ ընտրություն։ Ձեր յուրաքանչյուրի քվեից է կախված մեր ազգի ապագան։ Վստահ եղեք, միասին կերտելու ենք հզոր հայրենիք, ուժեղ Հայաստան։ Առաջ դեպի ուժեղ Հայաստան։ Ո՞վ է ժողովրդյան համարը։ Շնորհակալ ենք պարոն Պետրոսյանին։ Շարունակելով մեր այսօրվա հանրահավաքը, պետք է հիշենք, որ ունենալու ենք շատ շուտով ուժեղ Հայաստան։ Ինչ ենք ունենալու շատ շուտով։ Ուժեղ Հայաստան։ Մեն է հրավիրում պետական հանրային ճանաչված գործիչ, ում փորձառությունն ու սուր միտքը անկոտրում կեցվածքը մշտապես ուղղված է պետականության հիմքերի պահպանության եւ հանրային արդարության հաստատմանը։ Հարթակ ենք հրավիրում Էդգար Ղազարյանին։ Հարցեր, ջեր, ողջունեք։ Մասիս համայնքի սիրելի բնակիչներ, ցեղասպանությունից եւ բռնի տեղահանությունից մազապուրջ եղած սիրելի արցախցիներ, որոնք ջերմ ընդունելության են արժանացել այս քաղաքում, այս համայնքի հոգատար իշխանությունների ներքո։ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Մասիս քաղաքը սեփական ուժերով արդեն հաղթել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Այդ օրը քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի առաջնորդած դաշինքը հաղթել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ նոր հնարավորություններ բացել Մասիսի համար։ Իսկ հաշտվել են արդյոք նրանք մեր ժողովրդի ընտրության հետ։ Սիրում են արդյոք նրանք մեր ժողովրդին իրապես եւ հարգում են նրանց կատարած ընտրությունը։ Ցավոք սրտի ոչ։ Նրանք առավոտյան են ասում. սիրում ենք ձեզ բոլորիդ։ Իսկ այսօրին արդեն սատկացնելու ենք մենք ձեզ բոլորիդ, կզսնելու ենք մենք ձեզ բոլորիդ, բայց չեն կարող ինչքան էլ ընդդիմանան ժողովրդի կայացած որոշմանը։ Ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետը կալանավորվեց ապօրինաբար։ Զրկվեց իր պարտականությունները կատարելու հնարավորությունից։ Այն պահից սկսած, երբ ընդդիմությունը նրան առաջադրեց որպես վարչապետի միասնական թեկնածու։ Բայց Դավիթ Համբարձումյանի արժանավոր թիմը, նրա ընկերները, թիմակիցները
շարունակում են կատարել իրենց խոստումները սեփական սիրելի ժողովրդին տրված, իսկ ՀՊ-ն երկրորդ անգամ եւ այս անգամ արդեն վերջին անգամ պարտվելու է Մասիսում, Արարատում եւ ամբողջ Հայաստանում։ Այս իշխանությունները չեն հարգում սեփական ժողովրդի կարծիքը ոչ միայն Մասիսում, այլ ամենուր։ 2025 թվականին Հայաստանում ընդամենը 2 ընտրություն է եղել, 2 համայնքային ընտրություն, Փարաքարում եւ Գյումրիում, երկուսն էլ արտահերթ, երկուսն էլ իրենց ապաշտոր կառավարման եւ հրահրած քաղաքական ճգնաժամի հետևանքով, երկուսում էլ պարտվել են։ Իսկ ինչ է եղել դրանից հետո։ Գյումրի համայնքի ղեկավարը կալանավորված է, Փարաքարի համայնքի ղեկավարը սպանված։ Սա է սրանց վերաբերմունքը ժողովրդի կատարած ընտրությանը։ Եվ սա է, որ պետք է փոխվի։ Գալու է Հայաստանում նոր իշխանություն, որը հարգելու է ժողովրդին, նրա կայացած ամեն մի որոշումը, եւ այդ առաջին որոշումը, որը լինելու է հարգանքի արժանի, դա Սամվել Կարապետյանին վարչապետ ընտրելու որոշումն է։ Մարդիկ ուզում են ունենալ նոր ղեկավար, մարդու նման ղեկավար, մարդուն վայել ղեկավար, եւ կունենան այդ ղեկավարը, եւ նա էլ ունի իր պատվավոր անունը Սամվել Կարապետյան, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ։ Սամվել Կարապետյանին այսօր աջակցում են ժողովրդի կողմից ընտրված բազմաթիվ համայնքի ղեկավարներ, տարբեր քաղաքական ուժեր եւ գործիչներ, բոլորը համախմբվել են երկու բանի համար, նախ փոփոխությունների, այս աղետը կանխելու, երկրորդը նոր եւ ուժեղ Հայաստան ստեղծելու համար։ Սամվել Կարապետյանը չի գոռում, նա ոչ մեկին չի վիրավորում, ոչ մեկին չի քաշքշում, ոչ մեկին չի անպատվում, հակառակը նա իր խոհեմ, համեստ իմաստությամբ, իր բազմաթիվ գործերով ու հաջողություններով, անգամ տնային կալանքի պայմաններում, իր տան դռներն է բացել ժողովրդի առջև, անգամ այդ հնարավորությունն է օգտագործում ժողովրդին լսելու, նրանց կարծիք դիվանալու, նրանց հոգսին տեղյակ լինելու եւ այդ ամենը որպես ծրագիր մշակելու եւ այդ ծրագրերը կյանքի կոչելու համար բոլորն են հավատում, որ 300,000 ադրբեջանցու փոխարեն Սամվել Կարապետյանի ղեկավարման ներքո լինելու են 300,000 նոր աշխատատեղեր։ Նրա ծրագրերի հիմնական շահառուներից մեկը հենց լինելու է Արարատի մարզը, Մասիս քաղաքը, նոր աշխատատեղերը, գյուղատնտեսական մթերումները, նոր պայմանները մեր ժողովրդի համար, դրանք առաջնային շահառուները հենց դուք եք լինելու, սիրելի մասիսցիներ, սիրելի մեր ժողովուրդ։ Սամվել Կարապետյանի մուտքը քաղաքական դաշտ շատ բան է փոխել։ Այլևս չկան հիասթափված մարդիկ։ Նրանք ովքեր հիասթափված էին, որևէ ընտրությունների չէին մասնակցում, ասում էին, որ այլևս ոչինչ չի փոխվելու, նրանց տրամադրությունը փոխվել է։ Իդեմս Սամվել Կարապետյանի նրանք տեսնում են այն մարդուն, որը իրենց երբեք չի խաբել ու չի խաբելու։ Նա սպանել է հիասթափությունը մարդկանց մեջ եւ բերել է ոգևորություն ապրելու նոր Հայաստանում, ուժեղ Հայաստանում։ Սամվել Կարապետյանի օգտին են պատրաստում քվեարկել հազարավոր մարդիկ, տասնյակ ու 100,000-ավոր մարդիկ, ովքեր թե 18 թվին, թե 21 թվին աջակցել են հենց Նիկոլ Փաշինյանին։ Ինչի են նրան աջակցել։ Քո նրա տեսքով չեն ոգևորվել, քո նրա գիտելիքներով չեն ոգևորվել, նրա ապրած կյանքով չեն ոգևորվել, մարդիկ ոգևորություն են ունեցել, որ այս երկրում պիտի արդարություն հաստատվի, որ այս երկրում պիտի անվտանգություն լինի, որ այս երկրում պիտի տնտեսական զարգացում լինի։ Անցել է 8 տարի, չի կարողանում, այն մարդ դե խո զորով չի կարում, էլ այդ մարդը։ Մի բան է կարում, լավ ուտում է,
Բայց, սիրելի ժողով, այդքան ջերմոցի ծաղիկն է չի կարա ունի։ Այն հարաբերությունն է, որ նա փչացնում է մեր հիմնական գործընկերների, բարեկամների հետ։ Այն փոխհատուցումը այդ ավտոբուսը չի կարա լուծի։ Լավ էլ իրանց տեղը գտել են։ Ավտոբուս ու հայդա դեպի իրանց սիրելի Ադրբեջան։ Իսկ Հայաստանի իշխանությունը պետք է վերադառնա Հայաստանի ժողովրդին, որի միասնական կամքն է տեսնել նոր վարչապետ, որի անունն է Սամվել Կարապետյան։ Ընտրում ենք երրորդ համարի քվեաթերթիկը և ունենում ենք ուժեղ Մասիս, ուժեղ Արարատ, ուժեղ Հայաստան։ Քաղաքական բանավեճը պետք է լինի ոչ թե հույզերի, այլ փաստերի եւ այնպիսի լուծումների վրա, որոնք առաջարկեց պարոն Ղազարյանը։ Շնորհակալ եմ, պարոն Ղազարյան։ Խոսքը տրվում է ուժեղ Հայաստան դաշինքի անդամ Նորայր Մովսիսյանի։ Ողջույն իմ ուժեղ եմ միասնական Մասիս։ Սիրելի Մասիսներ, մենք կանգնած ենք մի ընտրության առաջ, որի ժամանակ որոշելու է Հայաստանի արտակարգը։ Դա սովորական քաղաքական ընտրություն չէ։ Այս ընտրությունը Հայաստանի որպես պետություն լինելու և չլինելու մասին է։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է այսօրվա իշխանությունը ներսից մանդում պետությունը, կատարելով Ալիևի հրահանգները։ Այս իշխանությունը պայքար է մեղում մեր ազգային արժեքների, մեր եկեղեցու, մեր պատմության դեմ։ Հիմա ուզում եմ մեր իշխանությունի շնչել Արարատը, Մասիսարը, որի անունով կոչվում է մեր համայնքը։ Երկրի ղեկավարը, որը նստած է ապօրինի կերպով երկրի ղեկին, Հայաստանի տարածքները կոչվում է ադրբեջանական տեղանքով, Բարգուտարլի, Քեզիկլի, Ասկեպարա, այսպես կոչվում է, ու այդ տարածքները նվիրում է մեր թշնամուն։ Եթե այսպես շարունակվի, վաղը նա գալու է Մասիս ու ասի, սա Զանգիբասարն է։ Հատկապես որ Մասիս ու Արարատ անուններից այս մարդիկ վախենում են, ինչպես վախենում են Արցախ անունից։ Սիրելի Մասիսիներ, ուզում եք որ մեր Մասիսը դառնա Զանգիբասար։ Իհարկե ոչ։ Սիրելի Մասիսիներ, հունիսի 7-ին պետք է գնաք ու քվեարկեք ոչ թե թույլ անթասիբ իշխանության, թույլ բանակցող ու թույլ ղեկավարի օգտին, այլ ուժեղ Հայաստան կերտող ուժեղ ուժի օգտին, ուժեղ Հայաստան համար 3։ Սիրելի Մասիսներ, դուք լավ գիտեք, որ մեր թիմի առաջնորդ Սամվել Կարապետյանը կատարել է շատ հայրենանվեր գործեր, որի մասին ինքը չի սիրում խոսել։ Սամվել Կարապետյանը այն մարդն է, ով պատրաստ է Հայաստանի համար ներդնել գազական վարկանիշը, փորձառությունը, միջոցները եւ Հայաստանը դարձնել ուժեղ, հարուստ եւ զարգացած երկիր։ Եվ ուրեմն ամսի 7-ին քվեարկում ենք քվեաթերթիկ համար 3։ Ուժեղ Հայաստան, ուժեղ Մասիս։ Շնորհակալություն, պարոն Մովսիսյան։ Ուժեղ պետությունը, սիրելի Մասիսիներ, չի կառուցվում արդարացումների անվերջ շարանով, այն կառուցվում է պատասխանատվությամբ, այն կառուցվում է հստակությամբ եւ իրական ծրագրերով եւ գործողություններով, որի արդյունքում ունենալու ենք ինչ։ Ուժեղ Հայաստան։ Ելույթի համար խոսքը տրվում է ուժեղ դաշինքի հետ համագործակցող ՀԱՅԱՔՎ նախաձեռնության ներկայացուցիչ Սաիդա Պողոսյանին բարձր ոգևորությամբ դիմավորենք։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի մասիսցիներ, սիրելի արցախցիներ, մենք այսօր հավաքվել ենք այստեղ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը։ Հունիսի 7-ը շատ ճակատագրական օր է։ Մենք պետք է համախմբվենք, կարողանանք միասնական ոչ հասել այս երկրի քանդող եւ դավաճան հանցագործին։
Այսօր մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, բայց ես կցանկանամ խոսել մեր ազգային անվտանգության խնդրի մասին, դա ծնելիությունն է։ Սամվել Կարապետյանը ոչ միայն առաջարկում է, այլ հիմնավորում և կանգնում է բազմազավակ ընտանիքների կողքին։ Սամվել Կարապետյանը 4-րդ երեխաներին տրամադրում է 2 միլիոն դրամ, 5 և ավել երեխաներին բնակարան, և սա նպաստելու է, որպեսզի բազմազավակ ընտանիքները զգան պետության աջակցությունը, զգան, որ իրենք երկրի հիմնասյունն են։ Դուք գիտեք, մարդկային ներուժը Հայաստանի Հանրապետության համար ամենակարևորն է և անվտանգության ամենամեծ խնդիրը։ Մենք միասին կարող ենք շատ բան փոխել։ Պետությունը, որ կանգնած է քաղաքացու կողքին, դարձնում է խնդիրը լուծելի։ Մեր ժողովուրդը, մեր պետությունը և մեր սփյուռքը պետք է տեսնի մեր միասնականությունը։ Այսօր շատերը փորձում են պարակտել, տարածել ատելություն, թշնամանք, անհանդուրժողականություն, բայց հայ մարդը չի կարող հայ մարդու նկատմամբ ատելություն քարոզել։ Դա հայկական օրակարգ չէ։ Մեր իրական համախմբումը կարող է բերել միասնականության և ուժի հաղթանակի։ Մենք պատմության մեջ ունեցել ենք շատ դրվագներ և հայտնվել ենք շատ ավելի վատ իրավիճակներում, բայց մենք կարողացել ենք գտնել ճանապարհի ելքերը և այսօր մենք այդ ճանապարհներից մեկը ունենք։ Մեզ ասում են, որ անկախության հռչակագիրը դա պատմության ամենամեծ իրադարձություններից մեկն է, բայց այսօր ապացուցում են հակառակը։ Դուք գիտեք, որ էլի խոսում էին անկլավների մասին, ասում էին դա օրակարգում չկա, բայց այսօր տեսնում ենք անում են հակառակը։ Մենք գտնվում ենք Մասիս քաղաքում և շրջակա գյուղերում դուք գիտեք, որքան ադրբեջանցիներ են ապրել։ Եվ եթե այսօր մենք ոչ չասենք այս իշխանություններին, այդ 300,000 ադրբեջանցիները հայտնվելու են մեր բնակավայրերում։ Մենք արդեն մի քանի անգամ տեղահանվել ենք և պետք է այլևս թույլ չտանք կրկնակի տեղահանումներ։ Մեզ ասում են, մենք չենք գալիս իշխանությունը ինքնանպատակ վերցնելու, մենք գալիս ենք ապահովելու հայի հարատևությունը, Հայաստանի ապագան, պետք է գանք և կառուցենք անհայաստանը, որի մասին երազում ենք յուրաքանչյուր հայ, արցախցի, սփյուռքահայ, ովքեր որ աշխարհի տարբեր ծայրերում գտնվելով իրենց սիրտը բաբախում է Հայաստանի համար։ Եվ սա լավ առիթ է, որ ապացուցենք Հայաստանը, հայը պետք է լինի շարունակական։ Եվ մենք հունիսի 7-ին օրինական ճանապարհով պետք է ոչ ասենք այս իշխանություններին։ Գնանք ընտրատեղամասեր, վերցնենք համար 3 քրեատելտիկը և քրեատենք հանուն այն Հայաստանի մասին, որի մասին երազում ենք բոլորս, որի համար զոհվել են հազարավոր տղաներ և այսօր այդ օրն է գալու, որ ապացուցենք Հայաստանը լինելու է, մենք հավատացած ենք, ունենք ուժ կամ հավատ և հնարավորություն այս ամենը փոխելը, ուրեմն առաջ ուժեղ Հայաստան։ Շնորհակալ եմ Տիկին Պողոսյան, ձեզպես նվիրյալ և հավատարիմ հայրենասեր մարդկանց շնորհիվ ունենալու ենք ուժեղ Հայաստան և որդիվն է մեզ բերելու ուժեղ Հայաստան։ Ելեք, ո՞րն է փոփոխության թիմը, համար ելեք։ Այժմ մեր հանդիպման հաղթական ուղին ամփոփելու համար դեմահարդակ է հրավիրվում ուժեղ Հայաստան դաշինքի անդամ, բանիմաց, կիրթ, գործիչ Նարեկ Կարապետյանը։ Սիրելի մասիստիներ, ողջունում եմ ձեզ։ Ցանկանում եմ իրար միշտ տեսնենք ժպտերես, իրար միշտ դրական էմոցիաներ տանք և իրարից ստանանք։
Մեր հայրենիքում անհանգիստ օրեր են։ Հայրենիքի առաջնորդ է դարձել մարդ, ով շատ լավ խոսում էր ու շատ լավ մեզ կարողացավ համոզել։ Համոզեց մեր հայրենակիցների մի մասին ու իր բեմքը ցույց չէր տալի մինչև ինչ-որ ժամանակ։ Բայց երեք հայ ազգը տեսավ նրա իրական դեմքը։ Մարդը, ով 18 թվականին հայտարարում էր, ասում էր Արցախցու մասին, ասում էր ես ինչպես կարող եմ քեզ հուսախապ անել, հիշում եք, գրում էր, ինչպես կարող եմ ձեզ հուսախապ անել։ Դրանից մի քանի տարի հետո մասսայական անարգանք է դրսևորում։ Մեր հայրենիքի ամենաուժեղ, ամենամարտական, մեր հայկական բանակի հիմք հանդիսացող, մեր ժողովրդի մարտական հատվածի հանդեպ ուզում է իրենց դուխը կոտրի, բայց ինքը մի բան չի հասկանում, որ հայը շատ հետաքրքիր ժողովուրդ է, հայի դուխը վերջում է երևում, մենք ցույց ենք տալու իրան, որ իրա դուխն է կոտրվելու, ոչ թե իրա ինքն է կարողանալու ինքը ու իրա շեֆը կոտրի հայի դուխը, համաձայն եք։ Շատ վատ արտահայտություններ նա թույլ տվեց կնոջ հասցեին, վատ արտահայտություն մեր մյուս հայրենակցի հասցեին։ Ես այսօր Սայաթնովա գյուղում մի օրինակ բերեցի, ասեցի սիրելի հայրենակիցներ, դուք այդ մարդուն, եթե ձեր երեխան ավտոբուսով մի տեղ գնար, տեսնեիք այդ մարդու վիճակը, կթողեիք, որ ավտոբուսի ղեկին նա նստեր, ձեր աղջիկ երեխային, ձեր աղջկա դասարանցիներին կթողեիք ավտոբուսում վարեր Նիկոլ Փաշինյանը ավտոբուսը, եթե տեսնեիք ինչ վիճակում է ինքը։ Եթե ավտոբուսի ռուլ չենք տալիս իրան, երկրի ղեկ ոնց ենք տալիս ժողովուրդ։ Մենք պետք է բոլորով մի բան պայմանավորվենք, այն հայրենակիցները, ովքեր կամ ու կաց են, չգիտեն գնան ընտրության թե չգնան, ժողովուրդ մի բան հիշեք, ձեր չգնալով հազարավոր հայեր հետապնդման են ենթարկվում, հազարավոր հայեր կալանքի տակ են, քաղաքական հոդվածներով, 100,000-ավոր Արցախի հայեր ճշման են ենթարկվում, դուք դժբախտության վրա չեք կարող երջանկություն կառուցել, խնդրում եմ, գնացեք ընտրության, խնդրում եմ, այս մարդուն բոլորով ճամփենք, նա adekvat չի, նա հավասարակշիռ չի, այս պաշտոնի համար չի նա, խնդիր կա, պետք է փոխենք, պետք է լուրջ ղեկավար գա մեր երկրի առաջնորդ դառնա, որ ամեն օր մենք ամեն ամիս մի լավարկում տեսնենք մեր երկրում, այնքան հարցեր կան լուծելու, այնքան խնդիրներ կան անելու, հեշտ են խնդիրների լուծումը, սիրելի հայրենակիցներ, երբ մեզ ասում են ջրի խնդիր կա միտեղ, ջրի խնդիր 21-րդ դարում աշխարհում ամենաշատ ջուր ունեցող երկրներից մեկում ինչպես կարող է լինել, երբ ասում են գործի խնդիր կա, գործի խնդիր, այսքան ունևոր հայ ունեցող ժողովրդի մոտ ինչպես կարող է լինել, երբ ասում են Հայաստանում մարդիկ չեն կարողանում նորմալ գումար վաստակել, այսքան պոտենցիալ խելք ունեցող ժողովրդի մեջ ոնց կարող է լինի, մի հատ բան է պետք, վարժ ղեկավար, փոփոխություն է պետք, այս մարդու ժամանակը գնացել է, ինքը թող իր դեմքը ամեն օր ցույց տա, դուք էլ ձեր շրջապատին, ովքեր որ դեռ չեն կողմնորոշվել, ցույց տվեք այս մարդու դեմքը, ասեք, եթե դու քո ընտանիքի անդամին կվստահես այս մարդուն, եթե այս մարդը ավտոյի ղեկին լինի, կվստահես այս մարդուն, մի գնա ընտրության կամ գնա իրան ընտրի, բայց եթե դու մտածում ես իմ ու քո ընտանիքի անդամի մասին, ամեն օր այս մարդու իշխանության մնալը վտանգ է մեր ժողովրդի համար։ Ինքը խնդիր ունի ժողովուրդ, պետք է փոխեն, պետք է լուրջ մարդ գա, ով տարիների ընթացքում մի վատ պատմություն Կարապետյանի մասին չեն կարող հիշել։ Մենակ կարան ասեն, այստեղ այսքան բարեգործություն է արել, այստեղ այսքան, միտեղ, ստեղ երկու անգամ շատ է արել, ստեղ երկու անգամ քիչ, բարեգործություն է բայց արել մարդը։ Իսկ իրենք ինչ են արել, պարգևավճար ստացել են, երկու հատ ճանապարհ են փոխել, ամբողջ օրը մարդկանց վիրավորում են,
ուրիշներին անուն են դնում ու չեն նայում, թե իրանց կողքը ինչ է կատարվում, ոնց է իրար շրջապատը, ծայրից ծայր Հայաստանը հալապանում, ոնց են ԿՊԱ-ականները Արեստանում տեղերում, չեն խոսում դրա մասին, ժողովուրդ, որովհետև իրենք կարողանում են շեղել օրակարգը, մենք պետք է ցույց տանք, ոնց են ԿՊԱ-ականները Արեստանում, որ ժողովրդի աչքերը բացվի, ոնց են դղյակներ կառուցում, մեր Ալիկ Ալեքսանյան մի քանի օրինակներ ցույց տվեց իրենց դղյակներից, ժողովուրդ, իրանք ամենավտանգավոր մարդը այն մարդն է, որ ձեզ մի բան ասում, բայց հետո գնում ես, տեսնում ես, տանը ինքը ուրիշ բան անում, սա այս մարդն է, ու պետք է մեր բոլոր հայրենակիցների հետ խոսանք, փոխենք, ասենք, որ տուն ես մնում, այս մարդը մնում է, չես գնում ընտրության, մնում է այս մարդը, ետ կողմնորոշվեք, գնացեք, խնդրում եմ ձեր հայրենակիցներին մեր բոլոր ասեք սա, կողմնորոշվեք, որովհետև ամեն նոր օր նոր վտանգ է, իսկ ամեն նոր օր առանց իրա նոր հնարավորություն է, ուժեղ Հայաստան ունենալու հնարավորություն է, գլուխը բարձր կայելու հնարավորություն է, ուղտերը ստեղ անելու հնարավորություն է, միասնական լինելու հնարավորություն է, շնորհակալ եմ բոլորին։ Շնորհակալ ենք պարոն Կարապետյան, ներդաշնակ խոսքի և ձեր կամքն ու ուժը մեզ փոխանցելու համար։ Սիրելի մասիսցիներ, այսօր այստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր դեռ չեն կորցրել իրենց հավատը Հայաստանի հզորացման և ուժեղացման հանդեպ, մարդիկ, ովքեր չեն ընտրել լռությունը և հիմա ձեզ դիմելու է մարդ, ով ընտրել է չլռելը, մարդ, ով բազմիցս իր խոսքը ապացուցել է գործով, ձեզ տեսաուղերձով դիմելու է Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը։ Ողջունում եմ Հանրապետության դաշնակցի աշխատասեր և ուժեղ ժողովրդին, շնորհակալ եմ, որ առաջին օրից կանգնած եք մեր կողքին, հանուն հայրենիքի փրկության, մեր նպատակն է, որ Արարատի մարզի յուրաքանչյուր բնակիչ իրեն զգա պաշտպանված, իսկ գյուղատնտեսությունը ստանա պետական լիակատար աջակցություն և դառնա եկամտաբեր։ Մենք թույլ չենք տա մեր սահմանների թուլացում, Արտաշատը, Արարատը, Մասիսը, Վեդին ու Երասխը պարտավոր են հաղթել չարին, մենք միասին տալու ենք այս չարի վերջը, վերջ չարիքին, վերջ վախին, վերջ աղքատությանը, ուժեղ Հայաստանը գալիս է։ Շնորհակալ եմ պարոն Կարապետյան, մենք վստահ ենք, որ ցանկացած խոսք այս ուղերձում դառնալու է իրական գործ, սիրելի մասիսցիներ, ձեզ տրված վստահությունը մեզ ավելի ուժեղ է դարձնում և պարտավորեցնում է և ուժ է տալիս առաջ շարժվելու և մեր նպատակները իրականացնելու։ Ուզում եմ տեղեկացնել, որ այստեղից մեր հանրահավաքի ավարտին ունենալու ենք ուժեղ քայլեր դեպի ուժեղ Հայաստան և հիշեք, միասին ենք փոփոխություններ բերելու և փոփոխության թիվն է համար 3, որն է փոփոխության թիվը համար 3, որն է փոփոխության թիվը համար 3, ով է Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանը։ Շնորհակալ ենք մասիսցիներ։
Լավ որ ձեզ տրամադրեք Համար 3